Բարև ձեզ։ Տիգրան Ավինյանն ասել է, որ մարդիկ փափախով քուրդ չեն։ Ձեր կարծիքով սրանով նա չի վիրավորում քուրդ ժողովրդին։ Վիրավորում է։ Ինչու՞ այդ դեպքում արտահայտություն։ Դե արդեն ինքը գիտի ինչի համար, բայց ամեն դեպքում գեղեցիկ չի։ Բայց ինչ կապ ունի փափախը։ Ասենք քուրդի ինքնության հետ փափախը ինչ կապ ունի ձեր կարծիքով։ Բոլորս իրավունք ունենք փափախ տնելու։ Նա իսկ չի վիրավորում քուրդ ժողովրդին։ Չեմ կարծեր, որ վիրավորվում է, բայց քուրդի ինքնությունը եւ փափախը ուղղակի կապ չունի։ Ես Գյումրիից եմ եկել նման բաներից տեղյակ չեմ, հյուր եմ եկել Երևան։ Չեք լսել այդ։ Չէ, չեմ լսել, չէ։ Բայց ինքը լավն է, իր ընտանիքը, իր հորը, որ տեսանք, ինչ նշանակում մարդիկ փափախով քուրդ են։ Այդ փափախով քուրդերի մեջ են այնքան լիքը մարդիկ կան։ Նա այսպես չի վիրավորում քուրդ ժողովրդին։ Իհարկե վիրավորում է։ Ամեն մի ազգ իր լավն էլ ունի, վատն էլ ունի, չի կարելի։ Մեր շենքում ապրենք, ջանը։ Իհարկե ամեն մի ազգի մեջ լավն էլ կա, վատն էլ կա, բայց որ մենք տեսանք իր ընտանիքը, իր հորը, որից ինքը դաստիարակություն է ստանում, մենք արդեն լրիվ պատկերացնում ենք այդ իր բարոյական կերպարը։ Ընդհանրապես մարդը որ խոսում է, նայում է, խոսում է, վերաբերվում է, արդեն մարդու կուլտուրան, իր ինքնությունը զգացվում է։ Տիգրան Ավինյանն ասում է, որ մարդիկ փափախով քուրդ չեն։ Ըստ ձեզ նա սրանով չի վիրավորում քուրդ ժողովրդին։ Քուրդ չեմ կարող ասեմ։ Չգիտեմ։ Դե պատահական երևի ասել է էլի հիմա։ Քուրդ ժողովուրդ կա մեր մոտ։ Չկա։ Վիրավորում քուրդ ժողովրդին, վիրավորում է, իմ խորին համոզմամբ վիրավորում է քուրդ ժողովրդին, այո։ Հիմա հայոյ եմ թե պեչի չէ։ Մենք գլուխը քարին է տալիս, տես բան ասում, խոսքը ասելուց առաջ մի հատ մտածել է պետք, որ ոչ մեկին չվիրավորի։ Հատկապես այդ բրանգի մարդիկ չի կարելի։ Ինձ քուրդ ժողովուրդը չի հետաքրքրում, իմ ազգը այսօր այն վիճակում է, որ ինձ մենակ այսօր իմ ազգն է հետաքրքրում։ Իսկ ինքը չգիտեմ ազգությամբ հայ է թե չէ։ Ես լսել եմ, որ հայ չի։ Լսել եք դուք դրա մասին։ Իսկ ինչ ազգությամբ եթե հայ չէ։ Հերյա։ Ես նայում եմ ինձ թորներին մտածում, ինչ երկում են ապրելու։ Ինչ երկում են ապրելու։ Ինչ է գալու իրանց գլխներին։ Սովետից դժգոհում ենք, հիմա Երևանի կտայի սովետը հետ դառնար։ Առաջի կարգը, առաջի ազգը աշխարհի հայն է։ Մենակ այդ հայ բառը արդեն շատ հստակ է, ինչու որ ամենալավ ազգը հայն է։ Ճիշտ է, մեջտեղ արդեն խառնուրդներ կան, բայց մաքուր հայը ամենալավն է։ Հայ ողնուղեղը կարող են տան բոլորին, ոչ մեկին չեն կարող տան հային։ Ես մեր եկեղեցիները եղել են հեթանոսական, ոչ թե իմ սրբավայր Արարատ լեռն է, ոչ թե Երուսաղեմը։ Արարատով սկսվել է ամբողջ աշխարհը սկիզբը առել։ Արարատ բառի գաղտնիքն ասեմ, առաջի առը մեր Արարիչն է հեթանոսական, երկրորդ առը Ռն 5000 թիվն է, մեծ սարի գագաթի բարձրությունն է։ Այս սարը հիմա դարերի ընթացքում 160 մետր իջել է։ ՏՏ 4000 թիվն է, փոքր սարի գագաթի բարձրությունն է։ Որ ազգ է այդ տեսակ բանի, ոչ մեկ, մենակ հայը։